Դահլիճում լրություն։ Լրություն կա։ Երեխեքը գնացին լավ է, գոնե չեն լսի։ Ծանր բանը չեն լսի։ Նախ Նիկոլ Փաշինյանը մինչև ելույթ ունենամ, առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք։ Այս երկու օր մեկ ազգային ժողովի դալիճ է գրում, ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ, որ մի քանի օրվա ընթացքում վերջ որոշել եմ 100,000-ը պետականացնելու եմ ու օրինակ ոնց որ օրինակ առաջարկում եմ, հանձնում եմ իմ քայլը հիմնադրամին։ Գազպրոմը լավ։ Հիմա Սերգեյ Բաքրատյանին մի հատ սոց մնացեք։ Լրություն դա։ Հիմա մի հատ Սերգեյ Բաքրատյանին հարց եմ տալի։ Մեկս, որը 1990 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է մի կուսակցություն, ու մինչև հիմա այս ամբիոնից ու ցանկացած ամբիոնից կանգնած է իբրև դաշնակցական։ Այստեղ Սերգեյ Բաքրատյան ամեն անգամ ելույթ ունենալու, նախկին է ելույթ ունենում, ներկա է ելույթ ունենում, ապագա է ելույթ ունենում։ Հա, ապագա կա Սերգեյ Բաքրատյանի համար։ Իմ ջան, պարոն Բաքրատյան, Նիկոլ Փաշինյանից SMS չեք ստացել, որովհետև դուք այսօր այդ Հա, լավ, Լրություն դահլիճ։ շատերից եք SMS ստացել, որովհետև դուք այսօր բացահայտեցիք այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը եկեղեցու դեմ։ Դուք բացահայտեցիք թիրախներով այս 7 տարիներին դատարան, սահմանադրական դատարան, բանակ, ազատամարտ, Արցախ, հատիկ այդ զոհաբերումների շարքը։ Ասում եք եկեղեցին ուղղակի այդ հերթի մեջ ավելի հետ էր, առաջ ընկավ։ Ինչի առաջ ընկավ։ Կարողա Շվեյցարիայում արցախայության իրավունքների հուշարձանների ոչնչացման համաժողով էր կազմակերպել, Թուրքիայի, Ադրբեջանի դուրը չեկավ, դրա համար առաջ ընկավ։ Դահլիճում լրություն։ Պարոն Բագրատյան։ Իդեպ շատ չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, բայց մի բառ ասեմ։ Հնչեց օրերս Պաշտպանության հանձնաժողովի նիստում, երբ որ ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ասեցի որպես անվտանգության պատասխանատու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատում ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր։ Այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնամ, ու այդ օրը շատերիս համար պարզ էր, որ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին։